Ողջույն բարեկամներ։ Ինչպես տեսնում եմ, շատերը ողջավորված են եւ միմյանց շնորհավորում են Վախթանգ Ղուկասյանի ազատման հետ կապված կամ իրենց կարծիքով ճիշտ որոշման հետ կապված, որ արդյունքում պետք է Վախթանգ Ղուկասյանը ազատվի։ Ես միջևս եթերը անել է, սպասում է վերջնական հաստատման դեպնորության մանրամասն։ Չի բացառում, որ եթերի ընթացքում ես զանգ ստանամ ամեն դեպքում, որտեղ կլինի ուղիղ ինֆորմացիա հենց ինչ է կատարվելու եւ ոնց է դա իրականացվելու։ Բայց միջև այդ ինֆորմացիան կլինի, ես նույնիսկ կնախընտրեմ, որ ինֆորմացիան լինի ուշ, թեկուզ վաղը։ Հիմա ես բացատրեմ ինչու։ Երբ որ ես լսում եմ այս էֆորիայի մեջ ձայները, հա, այս ուրախության, իմ մոտ սկսում է հակառակ բանը աշխատել, էլի զգուշավորությունը։ Տեսեք, իմ խորին համոզմամբ Վախթանգ Ղուկասյանը ավելի ապահով էր միջև իրեն բանտարկելը եւ հետո ավելի ապահով էր նույնիսկ երևի բանտում, քան եթե նա տենց ուղակի ձեռքերի վրա թողեն, ասեն գնա տուն։ Չմոռանանք, որ Վախթանգ Ղուկասյանը խանգարում եւ խանգարել է եւ խանգարելու է շատ շատերի։ Այ ես վստահ եմ, որ նրա նկատմամբ որսը շատ տարբեր մակարդակների վրա է դրված։ Սկսած օլիգարխներից, հա, այն հանցագործներից, ԿՊԵ-ականներից, միջև ինչու ոչ, հատուկ ծառայությունները տարբեր երկրների։ Չմոռանանք նաև, որ Վարդան Ղուկասյանը իր գործերով եւ ակտիվությամբ, իր կոչերով կարող խանգարի ռուս-թուրքական այն գործողություններին, որոնք հիմա իրականացնում է Փաշինյան Նիկոլ, այսինքն Հայաստանի կապիտուլյացիային կարող է եւ խանգարի։ Չմոռանանք, որ ասենք տարբեր առիթներով նա կարողացել է իր կոչերով, ես չեմ ուզում ասեմ միայն իր կոչերով, բայց չմոռանանք, որ իր կոչերը եւ իր ազդեցությունը այս միջոցը process-ների վրա ունեցել է ազդեցություն։ Հիմա հատուկ ծառայություններն ավելի լավ գիտեն, հա, տոկոսային հարաբերությամբ ով ավելի շատ ազդում process-ների վրա։ Ուղղակի ես իմ դիտարկումներն ունեմ, որոնք ասում են նրա մասին, որ հանրային քաղաքական process-ի վրա ավելի ազդում են այն մարդիկ, ովքեր դիտապետում են ամենակարևոր գործիքին, մեդիային, եւ ովքեր հասանելի են մարդկանց եւ ում լսում են մարդիկ։ Եվ այո, դնելով սեղանի վրա ես կարող եմ իմ տեսակետն ասել, որ այս process-ների վրա ամենաազդեցիկ է գործիքը, եթե ոչ ասենք ասեմ, ամենաազդեցիկ մարդկանցից մեկը հենց Վախթանգ Ղուկասյանն է, որը իր տեսակետով չի համապատասխանում հակառակը գնում ռուս-թուրքական այս կործանիչ ծրագրին, այն ինչ որ հիմա իրականանում է։ Ինչ եմ ուզում սանով ասել, որ չի բացառում, որ հենց իր վրա սկսեն փնտրել թուրքական գործակալները, հա, հատուկ ծառայության, ադրբեջանական հատուկ ծառայության, հայկական հատուկ ծառայության, եթե այդպես կա, չգիտեմ, չի բացառում նաև ռուսական, ասում դրան գումարած այն մարդիկ, ովքեր անձնական խնդիրներ կարող ունենան Վախթանգ Ղուկասյանի հետ։ Եվ այսպես, ինչպես են այդ մարդիկ գտնելու Վախթանգ Ղուկասյանին, ամենահավանական տարբերակը ազատվելուց հետո ինչպես հնարավոր է Վախթանգ Ղուկասյանին գտնել, դա այն մարդկանց միջոցով, ովքեր մոտ են կանգնած Վախթանգ Ղուկասյանի մորը, Վախթանգ Ղուկասյանին, այսինքն ես անուններ չեմ հարցնում նույնիսկ այն մարդկանց, որոնք ինձ հանգում խոսում են, ես անուններ չեմ հարցնում, ոչ թե որ իմ հեռախոսը կլսեն, ես նույնիսկ չեմ ուզում իմանամ։ Հա, ոչ թե իմանալ մեկ այն ձով ասանգում, ոչ, որ ավելորդ ինֆորմացիա դուրս չգա։ Դա չի նշանակում, որ ես հարցրեցի ինձ ասելու են, չէ, դրա մասին չի խոսքը։ Նույնիսկ ես հասկանում եմ, որ ինչքան այս մարդիկ, ովքեր աշխատում են այսօր Վախթանգ Ղուկասյանի համար, ինչքան նրանք անտեսանելի լինեն, անհասանելի լինեն, այնքան ապահովություն է Վարդանի համար։ Եվ իմ խորհուրդն է, իմ հորդորն է, այն մարդկանց, ովքեր արդեն բացահայտ են, որ իրանք աշխատում են Վարդանի համար, որը վատ բան չի, բայց հիշեք մի բան, եթե դուք ունենաք հանդիպում Վարդանի հետ հետագայում ազատվելուց հետո, անպայման ձեր միջոցով են գտնելու։ Այստեղից հետևություն, այն մարդիկ, որոնք այս ընթացքում բացահայտվել են որպես շփում ունեցող Վախթանգ Ղուկասյանի հետ, նրանք պետք է ուղղակի հեռու մնան Վախթանգ Ղուկասյանից։
եւ Վարդան Ղուկասյանի մորից հա։ Ես չգիտեմ հիմա բանտից, ասենց ասեմ, դատարանից կամ բանտից նոր տուն կամ հին տուն տեղափոխումը ոնց է կատարվելու, բայց լավ կլինի, որ այդ շրջանակներից ովքեր որ շփվել են, դե ես գիտեմ Վարդան Ղուկասյանի մորը ուղեկցող կին կա։ Եթե ես դա գիտեմ, վստահ եղեք, այդ կնոջ անուն, ազգանուն, ծննդյան, ամեն ինչ, հեռախոսահամար, բոլորը գիտեն։ Այսինքն ովքեր որ հետաքրքրված են, հա։ Ուրեմն խնդրի այդ նայեք տիկնոջը, որ այդ օրը երբ որ պետք է այդ միջոցառումը արվի, ինքը ուղղակի ոչ միտեղ չգնա։ Չգնա, որ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է նոր վայր կամ նախկին վայր, հնարավորինս լինի աննկատ։ Եվ այսպես անը ուզում եմ ես զապակեմ, որ այն մարդկանց ես ուղղակի խորհուրդ կտայի անվտանգության բաներից ելնելը, որովհետև պատմության մեջ այնքան դեպքեր կան, որ լավագույն նույնիսկ լավագույն այն ոչ լեգալ բաները, գործակալները, որոնք բացահայտվել են տարբեր տեղերում, բացահայտվել են պատահական շփումներից, այսինքն այդքան էլ պատահական շփումներ չի։ Իրանք շփվել են այն մարդկանց հետ, ում արդեն հետևում են եւ հենց այդ ձևով նրանց բացահայտել են։ Եվ այսպես սպասենք տեսնենք ինչա կատարվում, ես հույսով եմ, որ իմ եթերը դուրս կգա ավելի շուտ, քան Վարդան Ղուկասյանին բաց կթողեն, թե ինչ պայմաններով կլինի այդ ազատումը, դա կլինի տնային կալանք, թե ժամանակավոր, թե գրավի դիմաց։ Մի խոսքով, ես չգիտեմ, ես սպասում եմ, անկեղծ ասած, կոնկրետ ինֆորմացիայի, զանգի։ Հնարավոր է, որ այս եթերում լինի այդ զանգը, եթե ես անպայման ձեզ կտեղեկացնեմ։ Իսկ հիմա ուզում եմ գնամ ամենախայտարակ այսօրվա նորության, այսինքն որը սպասելի էր բնականաբար, լսենք Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները ինչի է բերել եւ ինչի եմ վստահ, որ թուրքական եւ ադրբեջանական հետախուզությունը նույնպես կարա հետաքրքրված լինի Վարդան Ղուկասյանը, որտեղ ինչ որ հիմա կատարվում է, այս պատկերացում արդեն Վարդանը ինչեր էր հնչացնում եթերում։ Արդյունաբար, լսենք все полученное оружие. Хотя Армения приняла предложение Азербайджана по 2 пунктам соглашения, этого недостаточно для устойчивого мира. Մեծ Թուրքի բարեկամների համար ուզում թարգմանեմ, ասում եմ, չնայած Ադրբեջանն է ասում, չնայած Հայաստանը ընդունել է բոլոր պայմանները, բայց դա էլ բավական չի խաղաղության համար։ Տեսնենք, էլ ինչ են ուզում։ Армения должна создать условия для безопасного и достойного возвращения азербайджанцев в свои дома. Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի անվտանգ, որպեսզի ադրբեջանցիները կարողանան վերադառնալ իրենց տները։ Выполнить обязательства по обеспечению беспрепятственного транзита, исключить из своей конституции и законодательства. Նախ պետք է ապահովեն Հայաստանի տարածքով անվտանգ տարածք եւ անվտանգ տրանզիտ ճանապարհ եւ սահմանադրության մեջից իրենց территориальные претензии к Азербайджану. Եվ հանեն տարածքային պահանջները սահմանադրության միջից Ադրբեջանի նկատմամբ։ Армения должна направить обращение ОБСЕ о ликвидации Минской группы, признать свою ответственность за Ասում է Հայաստանը պետք է բան ուղարկի, հայտ ուղարկի, որպեսզի Մինսկի խումբը կազմալուծի։ оккупацию азербайджанских территорий и нанесение значительного ущерба. Եվ փոխհատուցի այն վնասներին, որոնք ինքը հատուցել է Ադրբեջանին։ Также совершение насилия в отношении азербайджанцев, выплатить компенсации, ликвидировать на своей территории все структуры самопровозглашенного режима. Կոմպենսացնել ամեն ինչ, պատժել, մի խոսքով եւ վերացնել այն ռեժիմի մնացնողները Արցախի կառավարության մասին է խոսքը։ Положить конец героизации военных преступников. Եվ ասում է բանանել, դադարեցնել հերոսացումը ռազմական հանցագործներին։ Միջելոց ասեմ, ռազմական հանցագործների մեջ են մտնելու բոլոր նրանք, ովքեր թաղված են Եղաբլուրում եւ ոչ միայն Եղաբլուրում, դրանք բոլոր մեր պատերազմի հերոսներն են, ամբողջ մեր պատմությունը։ Այս ամեն ինչը պահանջում է Փաշինյան Նիկոլից։ Остановить программу вооружений и вернуть все полученное оружие. Թուլացնի զինվելը եւ վերադարձնի այն ինչը ստացել է։ Տեսեք Ադրբեջանը ինչեր է պահանջում։ Международное сообщество должно оказать давление на Армению, чтобы она исполнила взятые на себя обязательства. Եվ միջազգային հանրությունը պետք է ճնշի Հայաստանի, որ նա իրականացնի այդ պարտավորվածությունը։ Դուք ես պատկերացնում եք, սա լսելուց հետո ինչեր կատարվելու եթերում։ Դրա համար եմ ասում,
վստահ եմ, որ այդ իր վրա աշխատելու են լիկվիդացնելու առումով, ձայնը կծրելու առնվազն, հա։ Շատ ծառայություններ, մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայություններ, ինչու նաեւ Թուրքիայի։ Երևի գիտեք, որ մի քանի օր առաջ Հայաստան էր Նիկոլ Փաշինյանը բերել մեր բոլորի հարկատուների հաշվին, Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին, այն նրանց, որ ինքը ասում է դուք հերոսն եք, դուք հերոսն եք, դուք պետք է հարկը մուծեք, որ ես ձեր փողերով Թուրքիայից լրագրողներ բերեմ, որ կգան ձեր երկրում ձեզ կնվաստացնեն, կնկարեն հազարամյա Թուրքիայի տարածքների մասին, պատմական Թուրքիայի, թե դուք ողոջմելիներ եք, որ հարկը մուծել եք, որի ձեր փողերով ձեզ բերել եմ, դուք ոնց եք ստրիկաներդ գրավել մաքուր թուրքական տարածքները։ Հասկանում եք ինչ է անում Փաշինյան Նիկոլը իր պատկերացած հերոս հարկատուների փողերով։ Թվում է թե ինչ կարիք կար, չէ՞։ Ինչ կարիք կար, այդ ծախսը անել հանրապետության հաշվին։ Բերել են թուրքերին, լրագրողներին, որոնք ամբողջ հանրապետության մասշտաբով ռեպորտաժներ կնկարեին, կտանեին Թուրքիա, սկսեին ծաղրել հենց Նիկոլի եւ հայ ժողովրդին, նվաստացնելով, ներկայացնելով որպես եկվորներ, բոմբեր, որոնք իրականացնել են ցեղասպանություն թուրք ժողովրդի նկատմամբ, որոնք գրավել են պատմական Թուրքիան, սա իրականացվում է հայ ժողովրդի փողերով, ժողովուրդ ջան, հայ ժողովրդի այն հերոս հարկատուների փողերով է իրականացվում եւ սա իրականացնողը Փաշինյան Նիկոլն է։ Հասկացաք, սա իրականացնողը Փաշինյան Նիկոլն է, ինքը բերել էր այդ մարդկանց, հատուկ ասել էր ուղարկեք, ով ավելի հայատյաց բնականաբար, չէ՞ որ եթե ինքը իրան պետք լիներ մի լրագրողի, կարող ինքը Skype-ով տար, կամ մի լրագրող գար, այս նորմալ մարդ, որ ինքը լրագրող է, էլի ոչ թե քարոզիչ, չէ, ինքը բերել էր ամբողջ թուրքական քարոզությունը Երևան, Հայաստանցու հաշվին, որ դրանք պատրաստեն նյութերը, որ գնար Թուրքիա, տեսեք, հանձնելուց, երկիրը կապիտուլացնելուց առաջ, հա ինքը հրապարական նետել ինչքան գործիք կա, սկսած հայտականքից, նորից եմ ձեզ ներկայացնում, հայտական Սամվել Բաբայան անունով, որը ռուսական մանդատի քարոզությունից հետո, իրականացնելուց հետո, Արցախը դատարկելուց հետո, կոչանը, որ մենք պետք է ընդգրկվենք թուրքալեզու ժողովրդի տնտեսական լոգիստիկ բաների մեջ։ Սրանից սկսած, միջև այս տականքը, որ երևի ճանաչում եք, որ ինքը համոզում է ժողովրդին, որ Թուրքիան իրենց պաշտպանելու է, այն Թուրքիան, որ եկել է այս փողերով Հայաստան, որ Հայաստանը ներկայացնում է ցեղասպանների երկիր, որոնք օկուպացել են թուրքական պատմական հողերը, մշակութային ժառանգությունը, եւ այս տականքածինը, այս նիկոլացինը իրան հավատացող նիկոլացիներին վստահեցնում է, որ այն, որ քեզ ներկայացնում է ցեղասպան, ինքը քեզ ոչ թե ցեղասպանելու է, քեզ պաշտպանելու է։ Չնայած հենց նույն ժամանակ Թուրքիայում բեմականացնում են ինչպես են հայերին սպանում եւ պատահական հենց սպանում են իրենց թուրքին։ Չեն սպանում իհարկե, հիվանդանոց է տեղափոխում, բայց իրական պամպուշտով կրակում են այդ ապուշի վրա։ Եվ այսպես սրանք բոլորը միասին, բոլորը, այս եվրո ժետոնները, այս եվրո աղբը, երբ գիտեք, հա, ովքեր են սրան մեջ մտնում, ովքեր չգիտեն, ես հիմա հիշացնեմ։ Նայեք, տականքակույտը, sense բան գոյություն չունի։ Եվ ոչ միայն իրանք էլ, նկարի մեջ էլի մարդիկ կան, ոչ չեն, բայց ամենակարևորը Լևոն Բարսեղյան, Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան, Տիգրան Խզմելյան։ Սրանց հավատը, որ թուրքերը մեզ թրկելու են։ Սրանք թուրքական գործակալներ, ռուս թուրքական գործակալներ, որոնց նպատակը այդ հոտին իրանց հավատացող, ուրիշ բառով չեմ կարող բանալեմ նկարագրեմ, իրենց հավատացող հոտին համոզում են, որ Թուրքիան ձեզ կպաշտպանի։ Այսինքն ուրիշ ոնց կարելի է նկարագրել մի մարդու, որը հավատում է, որ Թուրքիան իրեն պաշտպանելու է։ Այդ մարդուն ուրիշ ոնց կարելի է վերաբերել, եթե ոչ հոտի։ Ես մյուս կողմից, որ ասում եմ Ալիևի վրա լուրջ ճնշումներ են եղել։ Նրա դրությունը անհամեմատ ավելի խոցելի է, քան Հայաստանինը։ Բա պատկերացնում եք։ Ալիևի վիճակը շատ ավելի ինքը բոլոր պայմաններն ինքն է թելադրում
Հայաստանը ինչ պետք է անի, ինչից հրաժարվի, ոնց շնչի, ոնց արվաշնչի, հա, բայց Ալիևի վիճակն ավելի վատ է։ Մի անհանգստացեք, որ մեր վիճակը այդքան վատ չի, Ալիևի վիճակը ավելի վատ է։ Հիմա սրանց ոնց բնորոշես։ Ոնց բնորոշես, ես պատկերացնում եմ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, սան ինչ արած կլներ։ Ես չեմ պատկերացնում ուղղակի սա չէ, մենք սա մասին չենք էլ իմանա։ Այնտեղ ինչ-որ մի անկյունում վերընկած կլներ, իրաց փողերը հաշվելու։ Մեկը օլիգարխ են լինելու, ինչպես Վազգենի ժամանակ են լինել կային, հա, բայց իր անունը քաղաքական ասպարեզում ոչ մեկ չէր իմանալու, ոչ մեկ։ Այդ չեմ ասում, որ նա կարողանա հանկարծ կարողանա մի օր թուրքերի համար աշխատել, թուրքերի գործն անել։ Հիմա գյումրեցիներ ջան, սրանք պետք է ձեն տակ։ Ես հարց եմ տալի ուղղակի։ Դուք այս տականքին կարող եք ձեռ տակ, ձեն տակ այդ եվրոդաշինքին, հա։ Որը ձեզ հարմարեցնում է, ականջները յուղում ասում է, մի ներվեք, Ալիևի վիճակն ավելի վատ է, Թուրքիան մեզ պաշտպանելու է։ Թուրքիան մեզ թշնամին չի։ Այն որ դու ասում ես պետք է ուրանաս ամեն ինչը։ Հերոսները պետք է դառնան դավաճան քո համար։ Դու լը պետք է պատժես, լը պետք է կոմպենսացիա տաս, լը պետք է մի հատ մեղա տաս։ Դու ցեղասպանդ մի խոսքով։ Դու ցան կարող ես ձեն տակ։ Կամ ցանկացած ԿՊ-յականի կարող է դուք ձեն տակ։ Դե կապրենք տեսնենք, ես առաջ չեմ ուզում ընկնեմ։ Իրոք առաջ չեմ ուզում ընկնել։ Խնդրեմ մյուս ցեղասպաններին նայեք, հայ ցեղասպաններին։ Բացին ու սղոցները ձեռքներին այս մարդիկ հեռանում են բուսաբանական այգու այն հատվածից, որտեղից շուրջ 2 տասնյակի կացին ու նայ գլուխը կախ։ Նայեք Ժորժն գլուխը կախ։ Գիտեք ինչ են գլուխը կախման, գիտեմ ես նկարում են։ Գիտեն, որ իրենց նկարում են, իրանք գիտեն, որ իրանք մարդասպան են։ Ծառասպան, բնասպան։ Սղոցները ձեռքներին այս մարդիկ հեռանում են բուսաբանական այգու այն հատվածից, որտեղից շուրջ 2 տասնյակի հասնող հաստաբուն կաղնիներ են հատվել։ Քանի հատ են կտրել։ Չեմ կարող ասել, շատ հարցեր տվեցի, հետո գավեն վաղ գործից անեն։ Շատ հարց, վերջ, բանալի բառ է, շատ հարցեր տվեցի, հետո կարող է վաղը ինձ գործից անեն։ Ուրեմն տեսեք ինչ արել, այս ցեղասպանը, դա ցեղասպանությունն է, տեսել եք ինչա կատարվում է բանում։ Բուսաբանական այգին։ Սա ցեղասպանություն է, նույնիսկ այն ամենավատ տարիներին, որ Հայաստանում տաքություն չկար, մարդիկ ցրտից իրենց բնակարաններում սառում էին, հա, բուսաբանական այգին պահպանվեց։ Այսօր լերն ու բոր ժամանակ, ասում ինձ մի նկար է, շատ հարցեր մի իսկ կարող գործից անեն։ Հասկանում եք, որ այս բանով պատասխանով, այս պատասխանով, ուրեմն նայեք ինչ են անում մարդիկ, հանձնում են սահմանները, հանձնում են երկիրը, դավաճանում են Հայաստան երկրին, սպանում են զինվորներին, ուղարկում են ուղիղ մեռնելու։ Գիտեք ինչի վախ, ինձ կարող գործից անեն։ Այ, եթե հիմա սա չանեմ, ինձ կարող գործից անեն։ Իսկ գուցե դու ի սկզբանե չանեիր, մարդ մեռնեիր գոնե, ավելավ վերջին օրդ ապրել որպես մարդ, քան հիմա ցեղասպանի կարգավիճակով։ Հələ սարերի վիճակը նայեք։ Նախորդին համացանցում հրապարակված ծառերի սպանն արձանագրող աղմկահարույց լուսանկարներից հետո բուսաբանական այգում վախի մթնոլորտ է, իսկ պատասխանատուներն իրար ամերժ տեղեկություններ են հայտնում։ 2 օր առաջ մարտի 15-ին բլոգեր Էդուարդ Հայրումյանն ահազանգեց հաստափոր կաղնիների հատման մասին լուսանկարներ հրապարակելով։ Այժմ Սաղարտախի ծառերի փոխարեն այս հատվածում այսպիսի տեսարան է հատված կաղնի։ Հələ կաղնիները մի կողմ, ժողովուրդ, դե տեսնում եք բուսաբանական այգի։ Դուք ստե այգի տեսնում եք։ Ների կոճղերով։ Հələ տրանսպորտաններից է գնում գալի ամեն ինչ, դուք ստե այգի եք տեսնում։ Այն էլ բուսաբանական։ Խնդրի մասին ահազանգած Էդուարդ Հայրումյանը 2 օրվա մեջ այգու այս հատվածում այլ պատկերի է ականատես լինում։ Շաբաթ օրն իր այցի ժամանակ կաղնիները հատված ու մասնատված է տեսել գետնին գցված։ Իսկ այսօր Factor TV-ի նկարահանումների Նայեք, այն կողմեք տները, այստեղ բանը։ Ոնց նկարում եք մի բան երևում է։ Այնտեղ քանդել են արդեն տներ են սարքել։ Վստահ եմ եկել այգու տարածքը։ Այնտեղից էլ արդեն ճանապարհներ են։ Այսինքն տներից
ճանապարհ երևում է։ Բաց, ինչ ուզայի։ Ժամանակ նշում է հետքերը մաքրել են։ Սա այդ կաղնիներից մեկն է, թարմ կտրված։ Էսի ապիլկեն, այս ապիլկյան մի տարի ավել չի մնա, էլի մի հատ ձյունը եթե եկած լիներ վրենու հալած, ինքը հալած կլիներ։ Նայ որ 4 ծառի վրա այս ճյուղը չեր լինի ու 4 ծառի վրա տերևը չեր լինի։ Դեռև սա ոչ թե 4 ճյուղի տերևը, այլ կտրելուց հետո չորացած ավրանն էլի, դեռևս այն բանը կա մեջը, թարմությունը։ Կացին ու սղոցն Լստականքին էլ նայեք։ Տեսեք, սրանք ինչ ասենք կտրել են այս առը։ Չէ, բայց ես առաջարկում եմ օրինակ նայենք այն մեկը։ Նորեն կա։ Բուսաբանական այգու գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանի խոստովանությունից հետո, որ նոր հատված ծառեր կան, առաջարկեցինք ներկայացնել իրավական հիմքերը, թե ինչ հիմնավորմամբ են որոշել կաղնիները կտրել։ Վարդանյանն առաջարկեց վստահել իր ազնիվ խոսքին, այդպես էլ չտրամադրելով յուրաքանչյուր ծառի հատման համար տրված եզրակացությունը հավաստող փաստաթուղթ։ Հրաշք Մոսկվան ինձ գիտությունների դոկտորի դիպլոմ է տվել, բոլորը կոչումներ են տվել, մասնագիտական, ամբիոնի վարիչ եմ, լսանում աշխատում եմ։ Բայց ոնց են վստահել, որ մենք ուսանող աճեցնենք, կադր պատրաստենք։ Ես հավատամ ձեր ազնիվ խոսքին, ընդամենը այսինքն դուք Հասկացեք, հրաշք Մոսկվան, նախ Մոսկվան հրաշք կա։ Իրան կոչումներ ա տվել։ Իրան կոչումներ ա տվել։ Վերջ ուրեմն կարա այգին ավիրի։ Այգի չմնա այնտեղից։ Դու պարտավոր եք իրան հավատալ։ Ինչ է իրան հրաշք Մոսկվան, այսինքն իր միակ արդարացում են, հա, իրան թվում է, որ ինչ որ միտեղ իրան դիպլոմ են տվել, տեսեք ինչ է մեջ բերում, հրաշք Մոսկվան, այսինքն ինչն է իր բանը, հիմքը էլի, որ Մոսկվան իր բանա տվել, դիպլոմա տվել, դու ինձանից ապացուցես ուզում։ Իսկ եթե իր Մոսկվան դիպլոմա տվել, ադի ավիրի ինչ ուզում ես, էլի, դիպլոմներ տվել են, թե առել են, էդ էլ հայտնի չի, կամ ինչ կապ ունի այդ դիպլոմը։ Դու պատկերացնում եք մի հատ դիպլոմավորված բժիշկ օպերացիայի ժամանակ մարդուն սպանի, հետո գանացնեն չի մեռավ, չես խոսում։ Ես դիպլոմավոր բժիշկս օպերացիա եմ արել, դու ինձ հարցնում ես, դու չես հավատում, հարցնում ես ինչի մեռավ Իվանդը։ Պատասխան պատասխան պատկերացնում եք, այսինքն պատասխան իր միակ հիմքը, մի հատ պատասխանն է, որ ինքը դիպլոմ ունի։ Բայց յանով է հարցը դիպլոմ ունես, թե չունես։ դուք փաստաթղթեր չունեք ձեր ձեռքի տակ։ Ունեք փաստաթղթեր ամեն անգամ ինչ որ կտրում ենք, հանձնաժողովի նախագահն է։ Մի հատ ուրիշն Սմետ հանձնաժողովը է, հանձնաժողովի նախագահն էլ ինքն է, ամեն անգամ ինչ որ կընտրվում է։ Այդ ասեց հանձնաժողով, ես չեմ հանձնաժողովը, հետո հիշեց, որ հանձնաժողովի նախագահն էլ ինքն է։ Բայց ինքը կան դիպլոմ ունի Մոսկվայից, ինքը ինչ ուզում կարող անի։ Են խոսացրեք, մենակ ես իմ տեսակետից եմ ասում։ Այսինքն երբ հասան նրան, որ պետք է փաստաթղթերից խոսենք, դուք էլ չեք ցանկանում։ Այս պրովոկացիա, փաստաթղթեր ինչ կա, ինչ է նշանակում։ Լավ էլի է։ Ինչ է նշանակում փաստաթուղթ։ Եմ ես այդ բան եմ Հայաստանում ախր լեզուս չի ֆռում ասեմ իրավապահ համակարգ։ Այն մարդիկ, որ փող են ստանում։ Եվ որ պիտի լինեին իրավական համակարգ։ Իրավապահ։ Սա ծառերը կտրածա։ Այն մեկն էլ կտրել է ասում, որ լավ էլի հարցում եք ինձ գործից անել են։ Հասկանում եք։ Սրանք տուն պահողներն են ժողովուրդ։ Սրանք ճակերտավոր եմ ասում, տուն պահողներն են։ Ու այդ բանաձևի տակ, ուդաց է վաճառել են ամեն ինչ։ Ամեն ինչ, մի հատ էս բաններ եմ ուզում նայեք։ Ինչ հնարավոր է, սա տեսեք է շերտերը, սա վիրտուսի տարածքում քանդելու ժամանակ ենք, նայեք։ Ինչքան խորությամբ պատկերացնում եք շինություն է ատեղ եղել։ Սա պատմա ճարտարապետական հուշարձան է, Ակրոպոլիսը սենց են գտել, սենց ասեմ, լավ, բանը, կարմիր բլուրը, էլի սենց է, ուղղակի կոմունիստները բան ունեին, խիղճ ունեին, ծածկեցին էլի հողով, ասի մի օր գիտությունը կզարգանա, որ այն ժամանակ բացեն, անենց բացեն, որ եղածը չփչանա, բայց սրանց փողը պետք է ցեղասպաններին, այդ ցեղասպաններին փողը պետք ու դրա դիմաց իրանք Հիմա Հայաստանի այդ մշակույթի այդ նախարարությունում հուշարձանների պաշտպանության բաժին կա,
Փող ստանում եք, բայց ձեր գործը ի՞նչն է։ Դու գնացել եք, տեսել եք, ես ինչ են քանդում։ Թե դուք չեք խոսում, որ ձեր գործից չանեն։ Դուք հասնում եք այս կեղծ բանը, ախպետ ընտանիք ենք պահում։ Դուք ընտանիք չեք պահում, դուք ձեր գլուխն եք պահում։ Դուք ձեր գլուխն եք պահում ձեր ընտանիքի հաշվին, ձեր երեխեքի ապագայի հաշվին, ձեր սերունդների հաշվին, ամեն ինչի հաշվին։ Դուք ձեր գլուխն եք պահում, դուք ձեր ընտանիք չեք պահում։ Այսինքն դրանից ստոր տեսակ ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է ուղղակի մտածել։ Այս սրանք էլ են բաներ ընտանիք պահում, հեսա լսենք։ Բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո արցախցի Տիգրան Ուլուբաբյանին քննչական կոմիտե, հետո նաև ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել հարցաքննել, մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ։ Տիգրանը պատմում է, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ։ Դու ես նավոտք են տվել ինձ ասում, դու ես այդ գողությունը կազմակերպել, անհիմն տեղով բան ասում ապացուցի, ոչ շումա հայհոյանք բան ասում իմ հետ նորմալ խոսեցի, ասում լավ ամաչում չկլի եկալակ զոհվածի ընտանիքին տենց, բա ես զոհվածներին հարգում եմ, բայց սենց բան, Հավայի մեկ էլ ասում պրիզնատ տարի ասում, ես ոչ մի բան արա չունի, որ պրիզնատ գամ, կարը մը կապացուցեք, մեր բարեկամներին էլ իրանք հարցարանում, որ այդ տղու վրա կասկածում եք աման ընդհանրապես ինքը պես բանի ընդունակ չի։ Բա ձեր փակալելու եմ, քեզ շանս եմ տալիս, ես եմ անում, լավ մտածի, ես քեզ պետն էր խոսում, երթվում եմ բոլոր սուրբություններով, ես քեզ տեից չոր դուս կհանեմ։ Այստեղ ես ուզում եմ կանգնեմ, էլի պատկերացնում եք այդ միլիցեն, այդ մուսորը բռնել է, տալել է, այնքան են ծեծի չէր կարող քայլել։ Ասում է խոստովանիր։ Ծեծելով պետք է խոստովանի ինչ-որ մի բան, էլի, որ ինքը տեղը ասել է, որ գնա գողողությունն, հետո էլ ասում է, ես իմ սրբություններով այստեղ եմ ուզում կանեմ, էլի, ասում եմ, ես սրբություններով երթվում եմ։ Մուսորը Նիկոլի համար մուսորը երեխա ծեծող, որ այնքան են ծեծում չի կարողանում քայլի։ Տեսինք ինչ եմ ասում։ Այս Նիկոլի մուսորը աղբանոցը սրբություններով է երթվում։ Դա ձեզ ո՞րտեղ է սրբություն։ Այդ ինչն է ձեր սրբությունը, կարող եք նկատի ունեք ձեր բանը գրասենյակի աթոռն ու գրիչը կամ ձեր պագոններն է ձեր սրբությունը։ Ես կհավատամ, եթե ասած քո սրբությունը քո պագոններն է, այդ երթվողի մասին է խոսքը։ Ես կհավատամ։ Դրանից ենքոմ դու սրբություն չես կարող ունենալ։ Պատկերացնում եք, այս համակարգում Նիկոլի ոստիկանական ուժային համակարգում աշխատող մեկը խոսում է սրբությունից։ Այսինքն իր առաջ ուրեմն երկիրը քանդում են, մարդկանց սպանում են, ծառերը հոշոտում են, իր մշակույթը քանդում են, թուրքերին բերում են, լցում են Հայաստան, ասում են ռեպորտաժ սարքեց ամբողջ աշխարհի համար, որ էսի մի հատ բոմբ ժազգա, եկել է թուրքերին, սե կոտորել է, ցեղասպանել է, մեր ունեցածը գրավել է, հլպտի հլետորել պարտադեն իր հերոսներին ուրանա, դատի, ով չի մեռնել հանձնի Ադրբեջանին, ընդեղ դատեն։ Այս ամեն ինչը կազմակերպողի համար ծառայողը ասում է ես սրբությունն եմ, ու սրբությունով երթվում է։ Լուրջ եք ասում արա։ Դու պագոնը վդե դու սրբություն ունես։ Հիմա ես նրանց բարեկամներին նորից եմ ասում։ Вообще մուսորներն եմ ուզում ասում։ Արա դու գնում եք գործի, ձեր երեխեքին ասում եք, որ դու գնացիք երկիրը ավիրելու։ Դու գնացիք երեխու ապագան թաղելու։ Կամ որ երեխան ասենք, չգիտեմ, երեխայի կինը, որ ասեք մի բան եք առնում, չգիտեմ։ Հեռախոս, մեքենա, տուն։ Դուք իրանց ասել եք, որ սա իրանց ապագայի հաշվին է առնում։ Որ սա այն սպանված ու դեռ ապագայում էլի սպանվող երեխեքի եւ հայերի կյանքի հաշվին է առնում։ Այն Արցախից էսել է, չէ՞, այստեղ էլ Արցախից եկե, այդ օրգանիզմները տերևում է։ Սրանց ասել եք, որ այն որ Արցախը ծախեցիք, այն որ դուք ունեք իրանց հաշվին եք ծախել։ Այսինքն դուք ես մարդկանց ապագան, տունը, տեղը, ամեն ինչ ծախել եք, այն ինչ որ ձեր երեխեքին առել եք, ձեր կանանց առել եք, դուք ասել եք դրանց ծախման աղբյուրը որն է։ Չէ՞ որ ձեր ուղղած են դեբիլ գլխի համար, ձեզ ոչ մի կոպեկ փող հենց այնպես չէր տալու։ Ձեզ տալիս են, ձեզ պահում են,
ծայրահեղ ստորություն անելու դեպքում ստորությունը ո՞րն է ավելի ծայրահեղ ստորություն կա լինի ուրիշ մարդու երջանկության կյանքի հաշվին ապրելու իրավունքի հաշվին գումար ստանալ դրա դեմ չգիտեմ ինչ որ բաներ առնելու համար դուք ասել եք ձեր երեխեքին հոր կին չգիտեմ ինչ որ մեկին որ մի բան առնում եք դուք ասել եք այդ ինչի հաշվին եք առել չեք ասել ուրեմն լսեք հիմա ինչ եմ ասում բոլոր այն որ Արցախից եկած կլեն Հայաստանում են այն որ օր բանը ուժային համակարգներում են աշխատում ձեզ մի բան առնում են դուքս մի հատ չգիտեմ այդ խաղալիք ինչ ուզում լինի իմացեք դրա գինը ինչն է դրա գինը այս երկրի ապագան է դրա գինը արդեն այդ երեխեք իրենց արժունով տվել են դրա գինը մեռնող Հայաստանն է այնց որ դուք ինչ ունեք այսօր վերջին 5 տարվա մեջ ձեզ ինչ առել են առնում են այսօր կամ հետո պետք է առնեն իմացեք էդի վճարված է դրա դիմաց վճարված է լացով կոծով արյունով անեծքով ու դա հնարավոր չի մարսել ձեր երջանկությունը ձեր ապագան ձեր տունը ձեր մեքենան հեռախոսը չգիտեմ հարմարավետությունը դուք իմացեք ինչ ոսկորների վրա եք դուք բանալ կառուցել ոնց որ նույնիսկ ասում երի թուրքերը իրանց ամբողջ կարիերան քաղաքական նյութական կառուցեցին հայի ոսկորների վրա դուք նույն բանն եք անում հիմա եթե նրան 100 տարի առաջ էին արել միջև այսօր էլ ասում են հələ քիչ է որ ձեզ արել էինք հələ ձեզ ընդհանրապես պետք է ոչնչացնենք որովհետև հələ պետք է ապացուցենք որ ոչ թե մենք ենք ձեզ կոտորել այլ դուք եք մեզ կոտորել ու դրա համար արժանի եք ոչնչացման որն էլ կազմակերպումը Փաշինյան Նիկոլը հենց ձեր օգնությամբ այնց որ իմացեք այդ բոլոր ուժային ընտանիքներում բարեկամները ովքեր այդ գործերում աշխատում են այդ համակարգում աշխատում են հասկացաք ձեր ունեցածը ձեր կապիտալը ձեր ընդհանրապես նյութականը ինչի վրա է կառուցված եւ ինչով է դրա դիմաց վճարված ուրեմն իմացեք տասնապատիկ դուք վճարելու եք ձեր սերունդներով հանդերձ դա մարսել պրակտիկապես հնարավոր չի եթե չեք էլ մտածեք հələ դրանից հետո տեսնենք դուք կարող եք քնել դրանից հետո գիշերները թե չէ Ինչա գրում ես բանի մասին ֆրանսիական վերլուծաբանը այս Նիկոլի առաջարկած պայմանագրի Ֆրանսիայի հայտնի լրագրող վերլուծաբանը խոսում է այս շաբաթվա խաղաղության պայմանագրից կանգ առնելով հատկապես հայ-ադրբեջանական հայտարարության վրա գլխավոր միտքը որին նա հանգում է սա ոչ թե խաղաղության համաձայնագիր էր այլ կապիտուլյացիոն փաստաթուղթ որի հովանավորն է այն տականքը, որ ասում է իմ սրբություններով երթվում եմ դու ստեղից կգնաս տուն։ Եվ այսպես, երկու հարևանների հաշտեցումը կարող է դեռ հարյուրամյակներ տևել։ Հայ-ադրբեջանական կռիվը 2020 թվականին վարել են թուրքական դրոնների ու իսլամիստների վարձկանների օգնությամբ։ Եվ ոչ միայն սա առաջին դրոնային պատերազմն էր նախքան ուկրաինական։ Ես ասել եմ, այն ինչ որ փորձվում է Հայաստանում, այն ինչ որ կիրառվում է Հայաստանում պատերազմ կլինի, հեղափոխություն կլինի, կապիտուլյացիա կլինի, դա փոքր մասշտաբի փորձում Հայաստանում, հետո կիրառվում է դրսում։ Երկրորդ հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ անց ջնջվեց քարտեզից։ Եկեղեցիները փակվեցին, գյուղերը փոխվեցին իրենց անունները, ղեկավարությունը նետվեց Բաքվում։ Հայերը մենակ մնացին, ռուսներն ունեն Ադրբեջանի կարիքը, սանկցիաները շրջանցելու համար։ Բացի այդ, Պուտինն ատում է Հայաստանի վարչապետին, ոչ միայն Պուտինը, որն իր հետ առճակատման մեջ էր մտել։ Եվրոպան քնած է, նրան պետք է ադրբեջանական գազը։ Տեսանք, թե ինչպես էր Ուրսուլա վան դեր Լայնը Բաքվում Ալիևի կոշիկները լպստում։ Սա ասում է ֆրանսիացի լրագրողը։ Մեծ դաս ստացանք, պարտողողը վերջում միշտ մենակ է մնում։ Առաջարկվող խաղաղության փաստաթուղթը նոր կապիտուլյացիայի մասին է, որի համաձայն Հայաստանը պիտի սահմանադրությունից անի Ղարաբաղի ու ցեղասպանության մասին հիշատակումները եւ չվերահսկվող միջանցք տա Ադրբեջանին իր սիրելի եղբայր Թուրքիայի հետ կապնվելու համար։ Սրա հովանավորը այն իր սրբություններով երթվող պատկերացիք ուժային համակարգն է։ Լսում եք տղեկ։ Տղայ չէ, ֆիզիոլոգիայով տղեկ եմ ասում։
Լսում եք դուք ինչի հեղինակն եք։ Սա մենակ ես չեմ ասում, սա կարծիք չի։ Հա որ ասեք, ընկելա մեր հետևից։ Կարծիքա փաթաթուն։ Ստուտա։ Դա տեսնում են բոլորը, եթե դուք չեք տեսնում, չէ, դուք եք տեսնում է։ Դուք եք տեսնում, բայց նապաստակ եք, ներսում նապաստակ։ Մեծ հայլու մեջ նայեք։ Արա, սա ես 78, ինչ 70, չէ, 170 կիլանոցս արտագինից այսքան նապաստակ եմ, որ վախենում եմ սա ինքս ինձ խոստովանեմ ու երեխեքիցս, կնոջիցս, ընտանիքիցս ասեմ ներողություն, որ այդ ապագան հենց հիմա ես սնել եմ հայ աջունով ու լացով, որի համար դուք պիտի պատասխան տաք, դուք, հա, որովհետև այդ մեղքերը որտեղից է դուրս գալու, պետք է միտեղից դուրս գա, չէ։ Սա արժանապատիվ խաղաղության փաստաթուղթ չի, սա նման է ավելի շուտ վրեժխնդրության ակտի, որն ուժերը գործածում է թույլի հանդեպ։ Ուժերը մենք ենք, թույլը Նիկոլն է, մենք թույլ չենք։ Սա այն աստիճանի անարդար խաղաղությունը, որ ամոթալի է լսել եվրոպական այն երկրների բազմազան երգչախմբին, որը ծափահարում է իրար շնորհվում է նույն եվրոպացիների, որոնք վրդովում են ամերիկան Ուկրաինային հրադադար է պարտադրում։ Խոսքով։ Սա ֆրանսիացի վերլուծաբան լրագրողի կարծիքն է, դրա մասին ինչ որ Փաշինյան Նիկոլը պատրաստում է ստորագրել։ Այսօր մի այդ հետաքրքիր բան լսա, ուզում ձեր լսեցի, ուզում ձեր կիսվեմ։ Միրաննա, բանանի Միրանը, օնժը, կարել ասեմ նարկոտիկ Միրանը, հա, բայց տեսեք ինչ ասում, նախին կպայական պատգամավոր։ Ուրեմն կար քաղաքական որոշում, հանրապետական կուսակցությունը ուներ քաղաքական որոշում և մի խումբ մարդիկ պետք է քվեարկեին, որ այդ մարդը դառնա վարչապետ։ Այդ մի խումբ մարդկանց մեջ կայի նաև ես։ Ես անձնապես Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը խոսալուց հետո քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ես հավատում եմ Իրանին։ Ես ասում եմ, օլիգարխ, նարկոդիլեր, հանրապետական կուսակցության պատգամավոր, բարձ ասում է, այո ինքը խոստովանում է, արգանքի արժանիք այլ, ո կարամ ասեմ, Իրան որ սուտ ասում, չէ, Իրան ճիշտ ասում։ Միան ճիշտ ասում։ Որոշվել է, որ իրանք պետք է բերեն Նիկոլ Փաշինյանին իշխանություն։ Ու իրանք կարել են։ Դրա մասին ասել է նաև Էդուարդ Շարմազանովը։ Ուղղակի մավար անակնկալ էր դա լսել Միրանից։ Ես շարժառիթները հետո կարելի է հասկանալ, բայց ճիշտ է ասում ինքը։ Նույնիսկ ասում, ես սկզբից ասեցի, չէ՞, Միրանը ով այ համար, որ ոչ մեկ չմտածեց Միրանի գովքն եմ անում կամ գովազդն եմ անում։ Չէ, ուղղակի ճիշտ է ասում տղեն։ Ճիշտ է ասում, սրան որ բան չես կարող ասել։ Թե ինչի է հիմա ասում, դա ուրիշ հարց է։ Բայց ճիշտ է ասում։ Նիկոլին բերեց Սերժիկ Սարգսյան։ Նիկոլի համար քվեարկեցին առնվազն հանրապետականները։ Հրաման է եղել քվեարկել ու վերջ։ Ինքը պետք է դառնա վարչապետ։ Սա փաստ է։ Ինքը դա մեկը փաստ արտանագրում է, ու խոստովանում է, որ ինքն էլ է քվեարկողների մեջ եղել։ Ճիշտ է ասում ինքը։ Բայց չի նշանակում, որ Ռոբերտ Քոչյանը սուրբ է։ Չէ, բոլորը նույն հիմնարկի աշխատողներն են։ Ինչպես Միրանը։ Բոլորը նույն հիմնարկից կառավարվող տարբեր գործունեության համար, մեկը փողի մասով է, մեկը նարկոտիկի մասով է, մեկը տնտեսության մասով է, մեկը բանկերի մասով է, ինչպես Մհեր Գրիգորյանը։ Իրանք շատ sense տարածված են։ Ցանցը ռուսական ահա որ տարածված է եւ ահա որ խորը, բայց ճիշտ ասում։ Նա տենց է։ Հիմա հարց, իմ սիրելի այ ժողովուրդ։ Կա դեռ տեղ, որ դուք հասկացում ես ով է։ Կա դեռ հույս, որ այս մարդիկ քո փրկիչներ լինելու, ովքեր քեզ այս վիճակի մեջ դրել են։ Ես ես ուղղակի ուզում ասեմ, ժողովուրդ, չի կարա հարցը լուծի մեկը, որ այդ խնդրի պատճառն է։ Չի կարա հարցը լուծվի մի տեղից, որ այս ամեն ինչի խնդրի պատճառն է։ Հասկանու՞մ եք։
Ես ինչ եմ պարբերաբար այս թեմային վերադառնում, որովհետև այսքան խոսալուց, այսքան ապացույցներ, այսքան բացատրական աշխատանքից հետո էլի մեկ էլ տենում է, մեկը գրել է, ռուսը չնի հայը կորացա։ Դա ստիպած զուգահեռ հարմությունները, update-ները, հա, անելով ես հիշացնում եմ որտեղից է փչում քամին ու ինչու։ Երեք լրացավ ընդամենը իրենց ռուս-թուրքական պայմանագրի 104 տարին, որը 4 տարի առաջ թարմացվեց, նկարվեցին նորից, նույն ձևի, նույն նկարը ձեռի բռնած, հաստատելով, որ իրենք հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածությանը։ ԱՄՆ-ն վերսկսում է Ուկրաինայի ռազմական օգնությունը եւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Դա շրջադարձային քայլ է։ Պուտինիստները շատ են ուրախացել, մտածում են վերջ իրանց հաղթարշավը սկսեց այդ կանգնեցնել հնարավոր չի։ Երկու պատճառ կա սրա իմ կարծիքով։ Նախ, որ Ամերիկայում կորցնում է հենց այս բաների պատճառով հանրապետական կուսակցությունը իր այն ընտրազանգվածը, որը արդեն ասել է ռեյտինգը 37 կարծեմ տոկոս է իջել, 37-38 խայտարակ վիճակ է, դա մասին էլի խոսենք, դա կարող պատճառներից մեկը լինի։ Երկրորդ ավելի կարևոր պատճառը իմ տեսակետով նա է, որ Ուկրաինան լրիվ կորցնում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները լրիվ կորցնում է ուկրաինական դեպքերի վրա ազդելու հնարավորությունը, որովհետև իր հայտարարություններից հետո Բրիտանիան, Գերմանիան եւ Անգլիան, Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան լրիվ վերցեցին իրենց իրավիճակը, իրենց ձեռքը եւ ասին գնում ես, գնա։ Այսօր Մակրոնն ասել է մենք պետք է մեծացնենք մեր ռազմական արդյունաբերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներին դիմագրավելու համար, ոչ թե Ուկրաինան պահելու։ Արդեն իրենց բանի մեջ կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից է վտանգը սպառնում։ Հեսա դա մասին մենք խոսալու ենք։ Տեսավ լմիվարկան ինքը գնում է փաստորեն դուրս է գալի տարածքից, Ուկրաինան ոչ թե չի թուլանում, Ուկրաինան ավելի է ուժեղանալու, որովհետև ուղիղ խաղի մեջ են մտնում Գերմանիան, Բրիտանիան, Ֆրանսիան, որը չեն սպասելու Ամերիկան կտազենք, չի տազենք, կտա փող, չի տա փող, ինքը ոչ միայն կորցնում է Ուկրաինայի վրա ազդելու հնարավորությունը, այլև Եվրոպայի վրա ազդելու հնարավորությունը։ Եվ այս առիթից օգտված ուժեղացող Եվրոպան դառնում ավելի մեծ վտանգ եւ Ռուսաստանի համար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կորցնում է իր համաշխարհային հեգեմոն լինելու հնարավորությունը եւ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքները ամենակարևորը։ Չմոռանանք, որ Ամերիկան կարողացավ Ամերիկա դառնալ իր տնտեսական ազդեցության շնորհիվ։ Քաղաքական ազդեցության, որը բերեց տնտեսական ազդեցության ոլորտների մեծացման, դա IT տեխնոլոգիաներն են, ռազմական արդյունաբերություններ, մի խոսքով, որտեղ կա քաղաքական ազդեցություն, բնականաբար բոլոր տեխնոլոգիաներն ու տնտեսական կապերը գնում են երկրների հետ, ոչ թե Չինաստանի կամ Հնդկաստանի կամ այլ զարգացող երկրների։ Չէ, որտեղ կա ռազմական համագործակցություն, այնտեղ էլ տնտեսականն է զարգանում։ Եվ Ամերիկան կորցնելով իր ռազմական ազդեցությունը, կորցնում էր նաև եւ Ուկրաինան, եւ եվրոպական շուկան, բնականաբար դա ինձ դժում է արդեն բարձրացվում է ստոկ մարքեթը նայում ես օրական մինուսները։ Դա մանրամասն խոսել ենք։ Մի խոսքով, սա շատ լավ նշան է, ես այսօր կարդում եմ ռուսական պաբլիկները, Telegram ալիքները, էլ նախքին ողջավորվածությունը չկա, որի համար շնորհավորում եմ։ Եվ այսպես։ Մյուս ապտակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գլխավոր դատախազը ուրեմն էլի կանխել է Թրամփի այն որոշումը, որով Իլոն Մասկը ինչ ուզում կարողանում էր անել, մասնավորապես իր համար բացել բոլոր տեսակի ինֆորմացիաները եւ մարդկանց գաղտնի տեղեկությունների վրա ազդեցություն ունենալ, վերցնել դատաները։ Այսօր մեծ լսումներ էր կոնգրեսում այդ մասով, մեծ ես ինչքան հնարավոր էր լսեցի, մի խոսքով դրանից հետո գլխավոր դատախազը արգելան կադրել ինչ որ անօրինական Թրամփը արտոննել էր Մասկին։ Մյուսը մի հատ ուրիշ բան որոշումով դատարանը կանխել է էլի ապտակ
Թրամփին, որը որոշել է, որ ինքը անօրինական կարա ինչքան ուզի աշխատող հեռացնի։ Դա էլ կանխվեց։ Մյուս որոշումը, ոչ որոշումը, աննորմալ հայտարարություն, սա տեսնում եք, սա Թրամփի մամլոխոսնակն է։ Այսօր երեք այսօր հիշում եք, ես խոսում եմ, որ այնց կատակ էր պատտվում, որ եթե Ուկրաինայից օգնության դիմաց փողը հետ ուզում Ամերիկայի Միացյալ Նահանգները, գուցե մի օր էլ Ֆրանսիան իր օգնության դիմաց Ամերիկայի Միացյալ Նահանգներին ուզի փողը հետ, որը սարսափելի թիվ է կազմում այսօր, եւ դրա հետ նաեւ ազատության արձանը, որը հեղափոխությունից հետո անկախություն ստանալուց Բրիտանիայից հետո, որի դիմաց կռվում էր, մի խոսքով Ֆրանսիան համ օգնեց, որ անկախություն ստանան Բրիտանիայից, համ նվիրեց հաղթելուց հետո այդ ազատության արձանը, որ դրված է մեր մոտ Նյու Յորքում։ Մի խոսքով, այտենց մի պատգամավոր խոսացել է դրա մասին, որ եթե դուք հրաժարվում եք ազատության, խոսքի ազատության, այդ հիմնական արժեքներից, որի համար մենք ձեր այդ արձանը նվիրել ենք, գուցե այդ արձանն արդեն ձեր համար ավելորդ է։ Դուք ինքներդ եթե հրաժարվում եք ազատությունից։ Ինչին ի պատասխան մամլոխոսնակը, այս կինը ասել է թող Ֆրանսիան չմոռանա, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չլիներ, հիմա Ֆրանսիայում գերմաներեն են խոսում, ակնարկելով երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հենց պատասխան Թրամփի ադմինիստրացիայի մամլոխոսնակը մենակ կարող էր տալ։ Այսինքն մի քիչ եթե բանը լիներ, ոնց ասեմ, քաղաքական կոռեկտության սահմաններում լիներ, ասենք եթե լիներ ինքը ուրիշ նախագահի մամլոքարտուղար, այս պատասխանից հետո նախ իրենք վռնդեին պաշտոնից, երկրորդը ինքը ռիսկ չէր անի, եթե մի քիչ լուրջ մարդու ներկայացնել, ինքը կասեր շատ ենք ափսոսում, որ ասենք մոտարապես այս պատասխան էլի, որ Եվրոպայում նման ձև են գնահատում Ամերիկայում, ասենք կատարվող փոփոխությունները մեր մոտ մարդու իրավունքների բանի շնորհակալ ենք այդ նվերի համար, բայց մենք հավատալի ենք մարդու իրավունքների պաշտպանությունների ազատությունների եւ այլն, էլի, բայց այս սրամ ի պատասխան ասել դուք հիմա գերմաներեն եք խոսում, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեզ չօգներ։ Հիմա դեռից պատասխանը գիտեք որը կարող է։ Շատ հանգիստ։ Հա ճիշտ եք ասում, գիտեք։ Իսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Ֆորդից սկսած չհովանավորեին Հիտլերին, պատերազմներ չէր լինի։ Հիտլերը ո՞ց տարավ Հիտլերը։ Ով ամբողջ իր մեքենաշինությունը վերականգնեց, տվեց նվեր տալ այսպես Ամերիկա, փողերով, վարկերով։ Ամերիկյան բանկերը հրեական, բրիտանական բանկերը եւ մասնավորապես Ford գործարանը, իր Ford-ի տեխնոլոգիաները ամբողջը գնում էր Գերմանիա։ Որտեղ Ford-ը, Henry Ford-ը ինքը գիտեր որ Հիտլերն է ատում հրեաներին, իսկ ինքը ամբողջ էությամբ ատում էր հրեաներին։ Այսինքն եթե Ֆրանսիան հակադարձի, կասի, գիտեք ինչ, իսկ երբեմն մտածել եք որ Հիտլեր դառնալը ֆինանսապես 6 տարվա մեջ այդպես թռիչքը, պատկերացնում եք 33 թվականին Հիտլերը գալիս է իշխանության, մինուս տնտեսությամբ, մինուս հեղինակություն, ոչ մի բան չունի, 5 տարի հետո 38 թվականին առանց կրակոցի Սուդեցկի մարզը Բրիտանիան զիջում է իրան։ 5 տարվա մեջ, դուք պատկերացնեք 5 տարվա մեջ ինչ բան է եղել, թռիչք ա եղել, թռիչք օդից, ոչ։ Կարդացեք պատմությունը, որ երկրները, որ կամպանիաները ինչքան ներդրում են արել գերմանական տնտեսության մեջ։ Հրեաները, բիզնեսմենները, իրանք տենդերների են մասնակցում։ Գուշակեք ինչի համար։ Գազային այդ գազովի կամերաները որ կային, գազային խցիկների արտադրության տենդերների մասնակցում են կամպանիաները, որի տերերը հրեաներ են։ Ինչը կարծում եք ինքն չգիտեն դա ինչի համար առնում։ Այս մասշտաբների ինչի է սարքվում գազային խցիկները։ Իհարկե գիտեն, այդ մարդ ամեն ինչ գրել է, Mein Kampf-ի մեջ ամեն ինչ գրված է, նա պատահական ոչ մի բան չի արել։ Ոնց որ այսօր մեկը կասկածի Նիկոլ Փաշինյանը ինչի է, ասենք լրագրողներին թուրքական բերում այսօր Հայաստան։ Ինչի է հենց այդ ռեպորտաժները, ինչ են հենց այդ լրագրողները, հա? Ասենք սա չհասկանալի համար կատարյալ ապուշ է պետք լինել, էլի։ Հիմա եթե այս կռիվը շարունակվի, հանգիստ կարասի ալգելի Ամերիկա, եթե չլիներ ամերիկյան փողերը բանկերի, եթե չլիներ Ford-ը եւ այլ տնտեսական գիգանտները,
բանը Գերմանիան երբեք չէր հարձակվի Ֆրանսիայի վրա, նենց որ դուք էլ ձեր տնտեսական շահն ունեք այդ հրեշին հաճեցնելու համար։ Բնականաբար հետո կարելի է շուրջ գալ Ռուսաստանի վրա, որ այդ ամեն ինչը սովորացել են ռուսները, համակենտրոնացման ճամբարները ոնց էին բանանում, ոնց է պետք կազմակերպել, ամեն ինչ ինստրուկցիան անցել են ռուսական տարածքներում։ Իրանք սեփական ֆլոտ չունեին։ Այդ որտեղ են այդ ամեն ինչը սովորել։ Ռուսաստանում։ Տնտեսությունը զարգացում էր Ամերիկան, իսկ կադրերը պատրաստում են Ռուսաստանում, որ հետո կիսեին Եվրոպան։ Թվիխոսքով շատ հետաքրքիր բանապատմություն է, էլի։ Այս կարգի անգրագետ պատասխանի կարելի է նես մի հատ ապտակել։ Զուգահեռ համել ռուսներին հիշացնել։ Ռուսներին հիշացնել ով եք դուք։ Երբ որ 39 թվականի օգոստոսի վերջին դուք կիսեցիք Եվրոպան ձեր պայմանագրով իրար հետ։ Դա Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը։ Մի խոսքով։ Այսպեսի հիմա բաներ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իսկ Տեսլան առաջի կիսամյակում խայտարակ 50%-ի չափ կանխատեսում կա ոչ մինչև առաջի այս մարտի վերջ իջել է իր սպառումը։ Չկա 50% մեկ կիսամյակում գիտեք սա ինչ է նշանակում։ Այո, թո Տեսլան, թո Իլոն Մասկը շարունակի իր անձնավոր գործունեությունը։ Իսկ Ուկրաինան փորձարկեց շատ մեծ հաջողությամբ 3000 կիլոմետր թռնող դրոն։ Քեֆս վերում։ Ամերիկան հրաժարվում է օգնել, մարդիկ չեն հրաժարվում կռվելու ու այս ընթացքում էլ ստեղծում են դրոն, որը 3000 կիլոմետր թռնում է։ Ու այս ընթացքում էլ միջև Թրամփը փորձում է բանին օգնի, Պուտինին օգնի, ռմբակոծում են բոլոր կարևոր ռազմական օբյեկտները եւ ՆԱԹՕ վերամշակման ֆաբրիկան։ Այսպես է լինում կռվը։ Կռվողին են օգնում լացկանին, որփին Նիկոլի նման, ոչ մեկ չի օգնում։ Ոչ մեկ։ Ինչի՞ համար մարդ ոչ չի ուզում իրան պաշտպանի, ամեն ինչը տալիս է։ Ոչ ես ընկնելու իր տեղը կռիվ անես։ Եվ այս բանի միջազգային վերջին նորությունն եմ ուզում ձեր ասեմ, որ այս ամեն ինչին գումարած նաև Կանադայի նոր պրեմիեր-մինիստրը վարչապետը Զելենսկուն հրավիրում է G7-ի հանդիպմանը։ Կերած Տրամփ դե հիմա վերականգնի օգնությունը, դե հիմա վերականգնի քո ներկայությունը, իհարկե վստահ եմ, որ դու չես կարող վերականգնել, որովհետև առանց քեզ արդեն Կանադան Ուկրաինային հրավիրում է G7։ Առանց քեզ Ուկրաինան արդեն ունի 3000 կիլոմետր թռնող դրոն։ Առանց քեզ Ուկրաինայի բանակը, չնայած դու անջատեցիր բանի հետ Իլոն Մասկի հետ բոլոր տեսակի ինֆորմացիաները, հետախուզական, չնայած մեծ կորուստներ ունեցավ ուկրաինական բնակչությունը եւ բանակը, բայց շարունակում են դիմագրավել ու ռմբակոծել կարևոր ստրատեգիական օբյեկտները։ Պուտինը չի հաղթելու։ Պուտինը պարտվելու է, Պուտինը պարտված է։ Իր միակ հույսը շարունակում է մնալ Թրամփը։ Թրամփն էլ հասկացավ, եթե ինքը շարունակի փնտրել Պուտին, հույսով է վերջնականապես է հասկացել։ Ինքը կորցնի եւ իրան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Տեսնենք սրանց հետո ինքը հերթական Թրամփ քայլը կանի, փոխի, թե չէ։ Նենց որ ոչ մեկը չեն կարող երկար ուրախանալ, որ խելքեն եկե ու սա վերջնականն էր։ Ես այդ լավատեսությունը չունեմ։ Քանի Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է, մենք ապրում ենք մինապատ դաշտով, ոնց որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մի տարբերություն դրանց մեջ չկա։ Մենակ մի տարբերություն կա։ Անազգանիզվացի երկուսը երկիր տանում են կորսանման մեծ հաշվով։ Ու ընդ որում պլանավորած։ Ընդ որում երրորդ երկրի համար։ Էնի Պուտինի եւ Իսրայելի համար, էսի Թուրքիայի եւ Ռուսաստանի համար։ Բխոսը դուրս եկավ Նիկոլն ու Թրամփը աշխատում են երկուսն համել Նիկոլի համար։ Համել Պուտինի համար։ Դաժան է։ Եվ այսպես գնանք Հայաստան, տեսնենք ինչ են մտածում հայերը փողոցներում, շատ կարևոր է իմանալ այս դրամատուրգները։ Իհարկե։ Ուղղակի պետք է միասին անենք։ Ասում ենք այդ բառը, բայց ոնց որ այդ բառը պրոստա է ասում։ Իսկ եթե մենք իրոք միասին լինենք, ես չեմ կարծում, որ այդ
2.5% թափթփուկները, այո, թափթփուկները, որտեղ եթե չգիտեմ, ինձ իրեք գոնե մի իզվիլինա կա, հնարավոր չի իրան ինչ-որ հարցի սատարել։ Դրա համար կարծում եմ բոլոր խաղաքարտերը ինքը բացել է, ինքը ինչի համար է եկել, ում պրոյեկտով է եկել, ինչ, ես չգիտեմ, բոլորը ողջունում են, ինչն է ողջունում։ Բիզնեսը դեպքում իգնոր Մակրոնի հովանավորությամբ ինքը գնաց ստորագրեց, ինչի իր պապայի տնից եղբեր է, կներեք, որ ես բառավոր տերքով եմ խոսում, բայց ուրիշ ինչ խոսեմ։ Դեր կոչում ես քաղաքացիներին։ Բոլորը պետք է կանգնեն եւ ասեն ոչ։ Դու չես որոշելու իմ երեխան ապրի Թուրքիայի վիլայեթում, թե իր հողում, իր այս սուրբ հողում։ Ամբողջ աշխարհը հիանում է մեկ ամեն ինչով, ամեն ինչով։ Այն որ միացած բան կա, չէ՞, վրացիները ոտքերը, թուրքերը լեզուն, որտեղ գիտեք, որ ասում է չունի աչքերը կանեն, իսկ հայինը ձեռը։ Մեր շնորհքը, մեր ուժը մեր մեջ է։ Ու ինչ որ մի հատ երևում, իրա կողքեր թափթփուկներով եկել ասում է ես ոնց ապրեմ, իմ երեխան ինչ սովորի, պատմություն է այդ բանը։ Ու դե դասան աչքս։ Այո, ճիշտ ասում, ով է, որ ինքը որոշի, ով ոնց պետք է ապրի Հայաստանում։ Կինը շատ նորմալ բացատրեց։ Հասկանում է երեխեքի ապագան ինչ վտանգի տակ է։ Պարզ է, ինչ որ քաղաքականապես առանձնապես գրագետ չէ ու պարտադիր չի։ Թող Մակրոնը լինի պատճառը, հարցը դա չի։ Հարցը դա չի, որ կարող դա որ տեսնում է, որ Նիկոլը ինչ է անում։ Կարևորը դա է իմ համար, թե ինքի Մակրոնին է մեղադրում սրա մեջ, մեկը կարող Պուտինին մեղադրի, մեկը Սպայդերմենի մեղադրի, էական չի հիմա այս բանը։ Այս բանը ընդհանրապես դա էական չի։ Կարևորը մարդիկ տենում են, այս տահակը, այս տականքը երկիրը տանում է բացահայտ կուտերի վրա տանում է կործանում։ Հաջորդին։ Տիգրան Ավինյանը Սրիկա ավանակ համբալների գերագույն համբալն է։ Եկեք բայկի վիճակը նայեք, երեք անձապինքս աղբս հանել եմ բայկի, գցել եմ կենտրոնական փողոց։ Միևնույնն է, ինքը թալան չի, Սրիկա ավանակն է։ Նիկոլովա իր բրիգադով լինի։ Հարցեր չկա, հիմա Գյումրիում է ընտրություններ, գյումրեցիներ ջան։ Կամ ԿՊ-ին, կամ այս Եվրոժետոններին, Եվրոժեխներին, որ նույն Երևանի իշխանությունն իրանցն է։ Արամ Սարգսյանը Ավինյանի հետ օրթաղ են, օրթաղը գիտեք ոնց է։ Գործընկերներ են։ Դուք կարող եք նույն սխալն անեք այնտեղ։ Հուսով եմ չեք անի։ Այսինքն բար չեմ գտնի ներկայացնելու, ասենք զգացմունքս արտահայտելու համար հանգարց եթե դες բան չեղա, բան եղավ, էլի։ Ես կոչ եմ անում, մեր ազգը թող կանգնի սրան մաքրի։ Մենք պետք է համար միահամուռ դառնանք բռունցք ու իրան ոչ թե թողնենք հենց այսօր էլ ինքը։ Իմ ճունիկս հենց այս րոպես Արցախանի տակ է։ Օր առաջ ուզում է, պարսիկի չվախենա, ես համոզված եմ, որ հիմա տվել է։ Հաշինյան Նիկոլ, դավաճան ոչնչություն ես։ Օր առաջ թրաշդ մաքրել ես, որ ոչիլներդ մաքրես, կեղտերդ մաքրես, դա քեզ չի հաջողվի։ Օր առաջ դուրս արի ու մաքրվի։ Ինչքան շուտ մաքրվես, այնքան քո համար դնդակար էր իրան։ Ես ասել եմ քո նմանին, քո եւ քո նման ալենիկներին, այն ոչնչություն են թաղաբանին, պետք է հանեն, այն որ պապայի օպելների բաներին էս ծաղրում է, պիտի հանեն հանրապետության հրապարակում վառեն, այսքան բենզին պայել եմ ձեր նմանների համար։ Մի քիչ էլ ես եմ լցնելու ձեր վրա։ Պատկերացնենք երբևէ փողոցում այսքան ատելություն գեներացված լիներ, մեկի նկատմամբ։ Ես ասեմ, սա մի քիչ Սերժ Սարգսյանի նկատմամբ էր 16 թվականին, երբ որ ապսամբությունը կար ծռերի եւ փողոցում CNN-ը բաներ Արցախից էր անցկացնում, բոլորի մոտ կար ատելություն, բայց այս աստիճանի չէր։ Բոլորը ուղղակի հոգնած ու զզված էին Սերժ Սարգսյանից, բայց այս ատելությունը, այս կարգի, այս անձնավորված ատելությունն է, եւ բավականին հիմնավորված։ Չի եղել երբևէ ոչ մի ղեկավարի հանդեպ, որտեղ ոչ մի ղեկավար մեզ այս վիճակի չի բերել, այս sense էքզիստենցիալ վիճակի հոգեբանական եւ ֆիզիկական չի բերել։ Պատմության մեջ որպես թալանը վերադարձնող, թե որպես հողատու։
Ռոսմա որպես Ինչպես կհիշվի Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ, որպես թալանը վերադարձնող, թե որպես հողատու։ Ռոսմա որպես ես։ Ամենաանմեղ տարբերակը ընտրեց։ Ամենաանմեղ տարբերակը։ Ես գոնի մի օգուտ տալիս է։ Ուղղակի կինը այդ արտիկուլյացիան իր ձենի տեմբրը արդեն հասկանալ է, ես բառի մեջ ինչ կար է դեպքում։ Անպայման, մեկ վարկյան առաջ պետք է Նիկոլին ռադանենք։ Վարկյան առաջ պետք է ռադարած լինեինք արդեն վաղուց, ոչ թե հիմա։ Էլ ինչ պետք է անենք, սա պատանեմ, Արցախը վաճառեց, հայկական հողերը վաճառում է, կտոր վաճառում է, Գերաբլուրը մեծացրեց։ Բայց ասում են խաղաղություն ենք բերել։ Այդ խաղաղությունը գիտես ինչ կա, գերեզմաններում էլ է խաղաղ։ Ընդ որում ես քեզ ասեմ, Գանձակի մեր գերեզմանները հայկականը հենց առաջի տարին կներեք հողի հետ հավասարացրեցին։ Հիմա մենք ուզում ենք Գերաբլուրն էլ հավասարացնել, ձեր թվում է որ 300-400 հազար հայ ադրբեջանցի բերիստեր։ Ինչ է լինելու ձեր վիճակը, դուք գիտեք իրանց հետ ոնց է լինում ապրելը։ Ես գիտեմ ցավը տանեմ։ Մանավանդ այդ Ալիևի կլանը։ Իրանց օրով ես տեսել եմ այդ հակահայկական այդ բանը вообще ավելի էս բան եղավ, զարգացավ։ Հնարավոր չի իրանց հետ ապրելը։ Ու սրանք լրիվ թուրքական կառավարությունը բրիտանացիների մեջքի կանգնած։ Թե չէ որ ասվի Նիկոլին չէ, Նիկոլ ով է։ Ոչ Էրդողանն է ինչ-որ մի բան, ոչ Ալիևը։ Եթե իրանց մեջքի անգլոսաքսերը նստան կանգնած չլինեին, իսկ այսօր բրիտանացիները։ Ու պետք չի ժողովուրդի մեջ են մտցրել Նիկոլին չեն կարա, շատ լավ էլ կարանք։ Չէ, կարանք, հաստատ կարանք։ Ո՞ր եմ ասում, կարևորը հասկացել են ով է Նիկոլը։ Թե իր տերերով են, իր տերերն իրան պետքա ուղարկել գրողուծոսը, անկախ նենց ովքեր են իր տերերը։ Ես ուզում եմ տամ խոսքը Վարդանին։ Դու տեսնաս ես, որ ամբողջ պատմության ընթացքում այդ կուտը ուտելիս քո գլխին տալիս են։ Յուր ես այդ կուտը անցած ուտելի։ Գիտեք ով է դա։ Հովսեփ Խուրշուդյանը, որ իրան 16 թվականին տարան Ստամբուլ բերեցին, լրիվ ուրիշ թուրքեր էին։ Ու մինչև հիմա աշխատում է իրancs համար։ Հովսեփ Խուրշուդյան, հիշեք։ Heç նման չեղին թուրքերին։ Հա, եվրո ժետոններից է, գյումրեցիներ ջան։ Մի Խզմալյան Տիգրան էլ, մի Արամ Սարգսյանն էլ ինքն է։ Իմացեք ում եք ընտրելու։ Կա թուրքի ուրիշ մերնի։ Ես գիտեմ, որ ամեն մարդ չի, որ դիմանում է երկարատև պայքարի ընթացքին։ Ես գիտեմ։ Ընդհանրապես մարդիկ ավելի հակված են արագ արդյունքներ, կարճ դիստանցիա, ոչ թե մարաթոն, այլ սպրինտ։ Արեցինք, վերջացավ, ստացանք արդյունքը, գնացինք քնելու։ Քաղաքականության մեջ ցավոք սրտի նման բան հնարավոր չի, որովհետև քաղաքականությունը մի օրվա մեջ չի ձևավորվել։ Քաղաքականությունը ձևավորվել է մարդկանց անհատների վարքագծի, արժեհամակարգային դրսևորումների, դաստիարակության, այլաց բարոյական նկարագրի դրսևորումների արդյունքում է։ Համախառն արդյունքում ձևավորվում է քաղաքականություն։ Դա կարող է լինի արդար քաղաքականություն, դա կարող է լինի ստոր քաղաքականություն։ Տեսնում եք, չէ՞։ Մի օրվա մեջ դա չի եղել եւ մի օրվա մեջ չի լինելու, բայց դա չի նշանակում, որ հարցի լուծում չկա, հարցի լուծում կա։ Հարցի լուծում կա, մասնավորապես մենք այս 30 տարվա մեջ պալապ երբեք չենք նստել։ Չի եղել մի տարի Հայաստանում, մանավանդ միջև 18 թիվը, որ հանկարծ ապստամբություն մի քիչ շատ է ասված, բայց ռեժիմի դեմ ըմբոստացում չլինի։ Եղել է ապստամբությունն է։ Մասնավորապես միջև 18 թիվը, միջև ժողովուրդը ոսկեց հավատալ, որ ինքը ինչ-որ մի բան է փոխվել։ Չի եղել տարի, որ Հայաստանում գուցե նույնիսկ մի քանի անգամ չլինի ըմբոստություն ռեժիմի դեմ։ Սա ես ուզում եմ անպայման բոլորդ հիշեք։
այս պահին ես այս կողքի կանգնածների մեջ եմ այս։ Սա էլեկտրիկ Երևանի ժամանակ սա հայտնի նկար է, որտեղ Սերժի այս կողքերի մայթերին կանգնածները հիմնականում Սերժի աշխատողներն էին, որոնք այս որ ժողովուրդը արդեն շատ ճնշումը մեծ էր, սկսեցին ոտով Բաղդամյանից իջնել դեպի օպերա եւ ճանապարհին որսում էին լրագրող, քաղաքացի, ջահել երեխա ու բիրտ էծում հենց տեղում։ Քրական գործեր մի քանի հարուցվեց, ինչ եղավ, դա գիտեք, ջրեց բոլոր Նիկոլ Փաշինյանը։ Ցույց տվեք, բամոտ չի, դուք հələ գործ ունեք անել, դուք ինձ պետք եք։ Այս նկարը ես նես կուզեի բոլորը իրաց տներում մեծացած ունենային կպսած, որ միշտ հիշեն, որ ամենամեծ հայրենասիրությունը սեփական երկիրը, սեփական իշխանությունից պաշտպանելու մեջ է։ Այդտեղ է հայրենասիրություն։ Իսկ չկա ավելի այլասերված սեր, քան իշխանությանը սիրելը։ Իշխանություն սիրելուց ավելի այլասերված զգացում գոյություն չունի։ Իսկ հայրենասիրության ամենաբարձրագույն դրսևորումը սեփական երկիրը, օրենքները այդ իշխանությունից պաշտպանելու մեջ է, որովհետև ցանկացած իշխանություն հակված է հենց այդ ազատություններն ու այդ ամեն ինչը մարդուց խլելը։ Իսկ հետ սովետական երկրներում դա որպես կանոն է տենց եղել։ Համանեմ ասում, չկա ավելի մեծ այլասերություն, այլասերված սեր, քան իշխանությանը սիրելը։ Այն էլ մեր տարածքներում։ Իշխանությանը կառավարում են եւ իրանից պաշտպանում են երկիրը։ Ես կարծում եմ ավելորդ է բերել ապացույցներ, թե ինչի է դա այդպես։ Որովհետև 18 թվականից սկսած մենք այս նկար ունենայինք մեր պատին եւ հասկանայինք, որ ցանկացած իշխանություն ամենալավը միևնույնն է, ինքը հակված է իշխանություն ուզուրպացնելու եւ իր հանցագործությունները կախված են ուղիղ այնքան, ինչքան ինքը կարողանում է ուզուրպացնել իշխանությունը։ Մեծ ուզուրպատորը մեծ հանցանքների է գնում, փոքր ուզուրպատորը փոքր հանցանքների է գնում, բայց ցանկացած իշխանություն մանավանդ մեր տարածքներում միշտ հակված է եղել ու հակված է լինելու այդ այլասերմանը։ Ես սպասում եմ միջև որ կլինի զանգ, ավելի կոնկրետ իմանալու համար ինչա որոշվել, դատարանը ինչա որոշել, բայց չեղավ։ Ես հուսով եմ այդ ինֆորմացիան, որ ես տվեցի, մասնավորապես զգուշացումները այդ մարդիկ հաշվի կառնեն, ովքեր շփվում են Վարդան Ղուկասյանի հետ անձնապես եւ աշխատեն ազատվելուց հետո հեռու մնալ միջև Հայաստանում մենք կարողանանք պարտադրել են փոփոխությունները, որից հետո ոչ մեկ չի հետապնդվի, ոչ մեկի հետևից չեն ընկնի աշխարհով մեկ, էքստրադիցիա եւ Հայաստանում հարցերը լուծելու համար։ Այն ժամանակ գնացեք շփվեք ազատ ինչ ուզում եք, ոնց ուզում եք։ Ուզում եմ նաև բոլորիս ասել մի բան։ Շատ կարևոր։ Այսօր մենք բոլորս կարող ենք ցավալ ցանկացած գործողի քաղաքական գործիչի համար։ Դա պարտադիր չի լինի Վարդան Ղուկասյանը։ Ցանկացած, ում համագրում ենք, կարող են այդ ցավացողներն ու սրտացավ մարդիկ սիրողները լինեն, շատ լինեն, քիչ, բայց բոլորս պետք է համաձայնվենք իրար հետ մի բանում։ Մենք բոլորս պետք է դառնանք առաջին քննադատները այն պահից, երբ որ մեր այդ կուրքը, մեր այդ սիրած քաղաքական գործիչը դառնում է իշխանություն։ Որովհետև եթե մենք շարունակեցինք նույն ձևով, նույն աջակցությամբ, նույն հուզումնալից սիրելով, այդ հուզումնալից սիրո դրսևորումներով աչքներս փակել, իսկ սերը կույր է։ Ուրեմն մենք դառնում ենք մեր իսկ առաջին թշնամին։ Անկախ նրանից ով է, ում ենք ընտրել իշխանություն, մենք պետք է դառնանք իր առաջի զսպիչ ուժը։ Դա համար ես ասում եմ, ես կօգնեմ ամեն ինչով, ով հալածում է իշխանությունների, ամեն ինչով, բայց ես նաև լինելու եմ բոլոր իշխանությունների։ Նույնիսկ եթե ես նշանակեմ այդ իշխանությունը, ես այդ իշխանությունների առաջի հակառակորդն եմ լինելու, առաջի քննադատը, որտեղ գիտեմ այդ ինչ բան է։ Գիտեմ, մենք եթե Շվեդիայում ապրեինք, ասենք ունենք արդեն 300 տարվա, 400 տարվա տրադիցիա եւ մարդկանց համար պարզ է, որ իշխանության համար էլ է պարզ, որ ինքը սովորական քաղաքացի է, ինքը եթե ընտրվել ասենք վարչապետ է, ինքը պետք է եթե հեծանիվ է քշում, մի ձևով հեծանիվ պետք է քշի, եթե ինքը իշխանական իր կյանքում շատ բան չի փոխում, որտեղ արդեն դա 100-ամյակների տրադիցիա է։
այդտեղ կարելի է հանգիստ լինել, բայց մենք չէ, մենք այդ ճոխությունը դեռ իրավունք չունենք մեզ թույլ տալ։ Այսօր մամայասկանը լավ մնացեք։